Ջերմուկի համայնքային կենտրոնը հիմնադրվել է 2003 թվականին համայնքային զարգացում հասարակական կազմակերպության կողմից։ Իր գործունեության սկզբնական փուլում կենտրոնը իրականացրել է սոցիալական ծառայությունների մատուցման ծրագրեր, իսկ այսօր կենտրոնը ընդլայնել է իր գործունեության շրջանակը և ներառել է նաև արհեստագործական հմտությունների փոխանցման ծրագրեր։ Ես Արփինեն եմ Ջերմուկ քաղաքից, շատ ուրախացամ, որ կարող եմ մասնակից լինել այս ծրագրին։ Հավաքեցինք խումբ, որտեղ ներգրված են երիտասարդ կանայք եւ աղջիկներ, որոնք մեծ սիրով մասնակցեցին մեր ծրագրին։ Շատ սիրեցինք այս գործը, ցանկալի կլինի շարունակելի լինի։ Ես Նանաշն եմ Ջերմուկից, հաճախում եմ կարպետագործության դասերի։ Կարպետագործության խմբակի մասին իմացել եմ ընկերանehitից ու իմ ընկերներից։ Ճիշտ է, արդեն շատ քիչ է մնացել, որ ավարտենք։ Շատ կուզեինք, որ շարունակեինք, ավելի հմտանայինք մեր գործում։ Ես Նարինե Եփրեմյանն եմ, ամուսնացած եմ, ունեմ 3 երեխա։ Գրեթե բոլոր աշխատանքների համար պահանջում են դիպլոմ, բայց ես բարձրագույն կրթություն չունեմ։ 2016 թվականից հաճախել եմ կենտրոնում շուղագործության և հելունագործության դասերի, 2017 թվականին արդեն ընդունվել եմ կենտրոնում որպես հելունագործության ուսուցչուհի։ Այս աշխատանքին շատ էր պետք, որոշ չափով հոգում եմ ընտանիքիս կարիքները։ Ես Լիաննա Բաբայանն եմ, 44 տարեկան, մանկուց շատ եմ սիրել թելասեղի շուղի հետ գործ ունենալ, ամուսինս էր լսել այս կենտրոնի մասին, իմ նախասիրություններն իմանալով առաջարկեց, մեծ հաճույքով մասնակցել եմ, հույս ունեմ, ցանկություն ունեմ, որ հետագայում ես տան պայմաններում կարի մեքենա կունենամ, իմ բիզնեսը կունենամ փոքրիկ, ինչի՞ չէ։ Ես Քնարիկն եմ քաղաք Ջերմուկից, նկարչական խմբակի մասին իմացել եմ մեր ուսուցչուհուց ընկեր Ագնեսայից։ Հիմնականում մեր աշխատանքները վաճառվում են մեր փոքրիկ խանութում, մեր ուսուցչուհում եւ մեր գնորդներն են հիմնականում Եվրոպայի, Ռուսաստանի, շուկան, ինչու՞ չէ նաեւ հայերը։ Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնեմ այն անձանց, ովքեր կապ ունեն այս խմբակին, որպեսզի Ջերմուկում լինի, որտեղ այս խմբակի միջոցով մարդիկ կարողանում են ինչու՞ չէ գումար աշխատել, բացահայտել այն գաղտնի ներուժը իրանց մեջ, որը նրանք չէին բացահայտի առանց այս ամենի։ Կենտրոնի արհեստագործական խմբի անդամները մասնակցել են մի շարք ցուցահանդես վաճառքների, էքսպոների, փառատոների, որոնցից հատկապես կցանկանամ առանձնացնել Christmas Market Expo-ն։ Մասնակցում ենք նաև ամենամյա ներմարզային փառատոներին եւ այդ ցուցահանդես վաճառքների, փառատոների ընթացքում ունեցած վաճառքներից մեր աղջիկները ունենում են եկամուտ, որոնց շնորհիվ էլ կարողանում են լուծել մի շարք սոցիալական խնդիրներ։ 2023 թվականին հիմնադրվեց Ջերմուկ Արտ ապրանքանիշը։ Ես Ագնեսա Ստեփանյանն եմ, ավարտել եմ Եղեգնաձորի գիտելիք համալսարանի նկարչություն եւ դիզայն ֆակուլտետը։ Ապրելով Ջերմուկում որոշեցի բացել հուշանվերների եւ ձեռքի աշխատանքների խանութ-սրահ, քանի որ Ջերմուկը հանդիսանում է տուրիստական քաղաք։ 2018 թվականից աշխատում եմ Ջերմուկի համայնքային կենտրոնում որպես նկարչության ուսուցչուհի։ Խմբում ներգրավված են այնպիսի կանայք եւ աղջիկներ, որոնք ունեն մասնագիտական կրթություն, եւ խմբի նպատակն է սովորեցնելու նրանց նկարչության այնպիսի տեխնիկաների, որը թույլ կտա հետագայում ստեղծել ձեռքի աշխատանքներ վաճառքի համար։ Համայնքի ակտիվ երիտասարդների մասնակցությամբ կենտրոնը իրականացնում է նաև բազմաթիվ բնապահպանական ծրագրեր։ 2010 թվականից կենտրոնում կազմակերպվում է Արփա ամառային ճամբարը, որտեղ մասնակիցները ձեռք են բերում բնապահպանական նոր գիտելիքներ եւ նոր վերաբերմունք է ձևավորվում բնության եւ միջավայրի նկատմամբ։ Այսօր կենտրոնի շահառուներն են ոչ միայն Ջերմուկ համայնքի կանայք եւ աղջիկները, այլև Արցախից տեղահանված մեր հայրենակիցները, որոնք կարիք ունեն նոր մասնագիտության ձեռք բերելու եւ ինտեգրվելու նոր սոցիալական միջավայր։ Կենտրոնում ունենք մանկական անկյուն, որի գաղափարը ծնվեց, քանի որ շահառուներից շատերը ունեին փոքրիկ երեխաներ եւ չէին կարողանում կանոնավոր մասնակցել խմբակներին։ Այժմ երեխաները հանգիստ զբաղվում են, իսկ մայրիկները մասնակցում են խմբակներին։